շատ կարևոր, շատ ցանկալի հարցեր են եւ պարոն նախագահ, մենք ձեր ռեզյումեն տեսել ենք, այսպես ասած, ընդ որում նախքան նախագահ լինելը։ Այսինքն իսկապես ես վկա եմ եղել եւ ինքս ապրել եմ, հայրենիք եմ տեղափոխվել 2005 թվականին եւ այդ ամբողջին ականատես եմ եղել նաեւ ձեր կարողությունը, ինչպես նաեւ դաշնակցության հետ համագործակցության շրջանակներում տեղի ունեցած իրականացված հաջողություններն ենք տեսել եւ այլն, շատ կարեւոր են, անհամբեր սպասում ենք նոր օրերի, նոր Հայաստանում, արդեն իսկապես նոր Հայաստանում։ Հիմա իմ հարցը, իսկ իմ հարցին ետին կան շատ ձայներ, որտեվ ինձ խնդրել են, մերոնք ովքեր իմացել են, որ այսօր այստեղ են լինելու, ինձ խնդրել են, որ հնչեցնեմ այս հարցը։ Ինչ պետք է անենք, որպեսզի մենք միասին կարողանանք հունիսից կողմ ունենալ այլ իրականություն, նոր վարչախումբ, վարչագազմ, նոր իշխանություն։ Դա այդտեղ միասին բառը տարբեր ֆոնտով է գրած, տարբեր գույնով է գրած, ենթադրում եմ, որ ձեր համար էլ բանալի բառ է։ Հարցս ուղղում եմ պարոն նախագահ ոչ միայն ձեզ, այլ նաև պարոն Սաղաթելյան, նաև ձեզ, միգուցե երկուսով պատասխանեք։ Եվ հարցս հնչեցնում եմ որպես շատ հասարակ շարքային քաղաքացի, ով ամեն օր ժամանակ չունի քաղաքականության խորքային հետևելու, հա, շատ մակերեսային ենք հասցնում, օրը մի 15-20 րոպեի սահմաններում։ Ինչպես է պատրաստվում ընդհանուր ընդդիմությունը համագործակցել, որպեսզի ընդդիմությունը միասին եւ ոչ միայն Հայաստան դաշինքը կարողանանք այլ իրականություն ստեղծել, ազատագրված Հայաստանի գաղափարով իրականություն, հա, ստեղծենք, մեր երկիրը ազատենք ներքին թշնամուց արդեն, որովհետեւ կարծում եմ այս հարցը հետաքրքրում է ոչ միայն Հայաստանի մեծ ծնվածին, ոչ բոլորին, բայց մեկ մասին հույս ունեմ, բայց կարծում եմ նաև ցանկացած սփյուռքահայի է հետաքրքրում։ Ինչ անել, ինչ եք պատրաստվում անել, որպես համընդհանուր ընդդիմություն, որպեսզի հունիսին մենք ունենանք նոր իրականություն, ազատագրված Հայաստանի իրականություն։ Շատ շնորհակալ եմ։ Ընդդիմության հարցերով ես եմ։ Սփյուռքի հարցերով ես եմ։ Տեսեք, մեր մոտեցումը, դուք եթե տեսել եք վերջին դաշինքի մեր համագումարի ժամանակ էլ շատ հստակ եւ ուղիղ հայտարարել ենք, որ այստեղ որևէ ընդդիմադիր ուժի հաջողություն, եթե ընդհանուր ընդդիմությունը չի հաղթում, ու այս վարչախումբը վերարտադրվում է, դա ընդհանուր պարտություն է։ Մեր մոտեցումը շատ հստակ է, որ կան առաջնային հարցեր, իմիջիայլոց այսօրվա դեպքերի հետ կապված էլ ասեմ, մենք 6 ամիս խոսում ենք ընդդիմադիր դաշտի բոլոր ուժերի հետ, փորձերով գտնել եզրեր համագործակցելու։ Մեր կարծիքով կան առաջնային կարևոր հարցեր, որ անկախ մեր տարաձայնություններից, անկախ մեր մրցակցությունից պետք է համագործակցենք։ Նաև այս ռեպրեսիաներին դիմագրավելու, ընտրությունների հսկողություն իրականացնելու, քաղբանտարկյալների ազատությունը ապահովելու մի շարք հարցեր։ Ու մենք մոտենում ենք այս տրամաբանության մեջ։ Հստակ հայտարարել ենք, որ մենք ընդդիմադիր դաշտում չունենք թիրախներ։ Մեր թիրախը օրվա վարչախումբն է։ Իսկ ընդդիմադիր դաշտի ուժերը մեր գործընկերներն են, պայքարի ընկերներն են այսօրվա ու վաղվա։ Բայց ցավոք, այս մեր կոչը շատ հաճախ այլ կերպ է մեկնաբանվում ու այսօր տեսակ, որ դաշտում հայտնված ինչ-որ նորեկներ, որ 5 տարի փնտրում էին, սեղանի տակից դուրս չէին գալիս, շատ չես հասկանում, մեր դեմ են պայքարում, թե այսօրվա իշխանության։ Մենք շարունակում ենք մնալ այն գծի մեջ, որ մենք ունենք մեկ թիրախ ու ամբողջ ուժերը պետք է մեկտեղենք այս չարիքի իշխանության վերարտադրությունը կանխելու ու հետո միասնաբար ընդհանուր ջանքերով երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու համար։ Բայց եթե շարունակեն ընդդիմադիր դաշտից թիրախը տեղերով փոխվել, փորձել այս ճանապարհով ձայներ փոշիացնել ու շարունակել մեզ խփել, մեր համբերությունը, այսպես ասած, անսպառ չի։ Այո, մենք ունենք այնքան ռեսուրս, այնքան հնարավորություն, ունենք թիմ, որ եթե պետք լինի 2-3 ճակատով էլ կպայքարենք։ Բայց մենք շարունակում ենք, տեսեք, քանի ամիս ընդդիմադիր դաշտից տարբեր տեղերից փորձում են խփել ինչ-որ բաներ, չեն անդրադառնում, որովհետև իրոք մեր նպատակը դա չի։ Առաջիկայում էլ եթե դադարեցնեն, մենք դրա մեջ չենք մտնելու, որովհետև ունենք մեկ թիրախ, մեկ խնդիր, պետք է ու այս կարգախոս, այո, ճիշտ եք ասում։ Որովհետև այն խնդիրը, որ դրված է մեր իրավիճակում, նախ որևէ ուժ միայնակ չի կարող այդ խնդիրը լուծել, նաև վերարտադրությունը կանխել։ Եվ երկրորդ, մի ուժով հնարավոր չի նաև երկիրը այս վիճակից դուրս բերել։
այո, պետքա բոլոր հնարավորությունները մեկտեղել։ Մենք այդ համոզմունքը ունենք, գնում ենք այդ ճանապարհով ու չենք շեղվելու։ Գնալու ենք ու հավատում ենք, որ միասին կարող ենք։ Ես մի բան ավելացնեմ, նայեք, ստեղ խոսքը ոչ միայն ասենց մեկ մարդուց կամ մեկ քաղաքական միավորից ազատվելն է։ Նաև մոդելը, որը իմ համոզմունքով ավելի արդյունավետ է, դա ռեալ խորհրդարանն է, որտեղ մի 5-6 կուսակցություն է ներկայացված։ 10 տարի ես նախագահ եմ եղել եւ 10 տարի 5-6 կուսակցություններ մտնում խորհրդարան, կոալիցիաներ էին կազմվում եւ այդ 10 տարիների այդպիսի կառավարմամբ եղել են Հայաստանի Հանրապետությունում ամենից արդյունավետ տնտեսական առումով միջին տարեկանաճը եղել է 10.5%։ Մենք մտնում ենք աշխարհի ամենից արագ աճող պետությունների տասնյակի մեջ։ Իսկ վերջի 5 տարին 5-յակի մեջ։ Եվ ամենից անվտանգ երկիրը Հայաստանը հենց եղել է այդ տարիների ընթացքում։ Ուրեմն խոսքը նաև գնում է ոչ միայն կրկնեմ չարիքից ազատվելու մասին, խոսքը նաև գնում է ավելի արդյունավետ մոդել կիրառելու մասին Հայաստանում։